Monsieur le ministre Chararat, merci Պարոն pour votre accueil. նախարար, սիրելի արարած, շնորհակալություն ձեր հյուրընկալության համար, պարոնայք պատգամավորներ, շնորհակալություն, որ այստեղ եք ինձ հետ, տիկնակ եւ պարոնայք, սիրելի հայ բարեկամներ, քիչ առաջ, երբ իջնում էինք Երևան Արարատի հայացքի ներքո, մտածում էի, որ ժամանակն է սիրելի Արարատ, պատասխանել ձեր հրավերին եւ այցելել Երևան եւ մեծ ուրախությամբ եմ ես այստեղ գտնվում, սա իմ առաջին այցն է, ուրախություն, որը նաեւ հուզումնալից է, որովհետեւ այս տարի նշում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, բայց նաև հպարտությամբ լեցուն ուրախություն, քանի որ մեր երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել, որովհետեւ բարեկամությունը կապում է վաղուց հնամյա բարեկամություն է մեզ կապում, արմատավորված անցյալում եւ հավատարմության մեջ, հավատարմություն նախ մեր համատեղ պատմությանը, ահա ինչու ես շատ հուզված եմ, որ քիչ հետո մասնակցելու եմ ծովակալ Լուի Դարտիժ Դյուֆուրնեի հարգանքի տուրքին, որը 1915 թվականին մասնակցել է Մուսալերան 4000 դիմադրողների փրկությանը, հավատարմություն նաեւ ցավի պահերին, ողբերգության պահերին, ահա ինչու Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կողքին, բայց նաև Հայաստանի կողքին։ Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, ես խոսում եմ նաև падգամավորների մասին, որոնցից 7-ը այսօր ինձ հետ են եւ քանի որ պարլամենտական դիվանագիտությունը եւս շատ կարեւոր է մեր երկկողմանի հարաբերություններում։ Ես մտածում եմ նաև համայնքների մասին եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Սփյուռքի մասին, որոնք բոլորը մոբիլիզացվում են հանուն Հայաստանի, նրանք մեզ զգոն են պահում, նրանք մեզ ուղղորդում են եւ աջակցում են, ուստի շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Ես եկել եմ Հայաստանում եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցություն, որը Հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Նախ եւ առաջ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել է համաձայնության եւ ցանկանում եմ այստեղ ողջունել նաեւ վարչապետ Փաշինյանի համարձակությունը, ինչպես իմ Ոնց ընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ այն վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունը, իր սուվերենությունը։ Աջակցություն նաև Հայաստանի ժողովրդավարությանը ընդդեմ ապակայունացման այս նաև մեր նպատակն է Հայաստանին աջակցել իր դեմոկրատական մոդելը ամրապնդելու համար։ Վարչապետի եւ ձեզ հետ սիրելի Արարատ մեզ համար կարեւոր է մեր համագործակցության մասին խոսել քիչ առաջ մտադրությունների հռչակագիր ստորագրեցինք մեր երկու նախարարությունների համագործակցության վերաբերյալ միասին նախապատրաստում ենք նաև ապագա օրակարգը օկիանոսների գագաթաժողովը, որը տեղի կունենա Նիսում հունիսի 9-ին, COP17 կենսաբազմազանության մասին, որը մյուս տարի տեղի կունենա Հայաստանում, ֆրանկոֆոնիայի խաղերը, որ 2027 թվականին տեղի կունենան Հայաստանում, որոնց հետ եւ Հայաստանի հետ պատրաստ ենք կիսել մեր փորձառությունը եւ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, որը հնարավոր դարձավ շնորհիվ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համաձայնության։ Կարևոր է նաև նշել, որ Հայաստանը Ֆրանսիային է, ֆրանսիական իդեմիա ընկերությանն է վստահել կենսաչափական անձնագրերի թողարկումը, սա վստահության նշան է եւ այս վստահությունը փոխադարձ է։ Ես ցանկանում եմ ձեզ հայտնել, որ ֆրանսիական զարգացման գործակալությունը արդեն 26 միլիոն Եվրոպայի կանաչ պարտատոմսերի ուրեմն թողարկումն է համաձայնացրել
ինչպես նաև Պրոպարկոն մասնակցություն է ունենալու ԱԳԲԱ բանկի կապիտալին եւ բոլորին վերջերս զարգացման ֆինանսական գործակալությունը ջրի եւ գյուղատնտեսության ոլորտում նոր համաձայնություն է ստորագրել, որը մոտ 100 եվրո վարկով կապահովի ապակենտրոնացման համագործակցության ոլորտում շուտով Գորիսում, Սյունիքում ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսը շուտով տեղի կունենա 5-րդ սա շատ կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների հարաբերությունների միջև եւ որոնք իդեպ նախորդել են մեր դիվանագիտական հարաբերություններին սա նաեւ քաղաքական նշան է որ սա տեղի է ունենում Սյունիքում եւ այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի Եվ քանի որ Հայաստանի հետ Ֆրանսիան երկարատև պարտավորություն է ստանձնում, մենք մի քանի փաստաթուղթ ենք այսօր ստորագրել, որոնք մենք մեր ապագա հարաբերությունների խարիսխը կլինեն, ինչպես քիչ առաջ ասացինք, մեր երկու նախարարությունների միջև համաձայնագիրը երկու ֆրանսիական ձեռնարկությունների միջև համաձայնագիր, ինչպես նաև մի համաձայնագիր, որը շնորհիվ որի Expertise France կազմակերպությունը կհաստատվի Հայաստանում, որի շնորհիվ մենք արդեն Հայաստանին տրամադրել ենք տարբեր փորձագետների Վերջապես Ֆրանսիան կշարունակի գործել հանուն Ֆրանսիայի եւ Եվրամիության հարաբերությունների ինտենսիվիկացման, լինի դա խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ վիզաների ազատականացումը, թե Ենթակառուցվածքների թե կապակցվածության ծրագրերի մեջ ներդրումը Ֆրանսիան միշտ պատրաստ կլինի աջակցել Հայաստանին ապահովել այնպիսի մի հարաբերություն, որը գնալով ավելի ու ավելի կառուցողական կլինի։ Ահա տիկնայք եւ պարոնայք, ինչ թեմաների շուրջ ենք մենք քննարկել, ինչ թեմաների շուրջ ենք քննարկելու վարչապետ Փաշինյանի հետ եւ իմ գործընկեր նախարար Միրզոյանի հետ Ես իհարկե ցանկանում եմ անպայման ողջունել Երևանյան երկխոսության կազմակերպումը, որին քիչ հետո պատիվ կունենամ մասնակցել։ Այս երկրորդ կոնֆերանսը արդեն դառնում է կարևորագույն հանդիպում որոշում կայացողների, ղեկավարների, հետազոտողների եւ այլոց միջև շատ շնորհակալություն սիրելի Արարատ։